Պարոն Պետրոսյան, լավ, սկսենք հանդիպումը ավարտվեց, ձեր տպավորությունները ընդհանրապես ինչ կասեք։ Փորձում էինք հասկանալ ինչ ճանապարհային քարտեզ ունեն մարդիկ, ինչ են պատկերացնում լուծումների գլոբալ առումով ամբողջական պատկերացում կա թե չկա, որովհետև երիտասարդներ են։ Եվ մենք էլ մեր մտքերը նրանց փոխանցեցինք եւ ամենակարևոր բանը, որ մենք ուզում էինք նրանց փոխանցել, նա էր, որ այս ժողովրդի տարանջատումը, հա, իրար դեմ լարելը, այս խոսույթը, որ արկա է, անթույլատրելի, աններելի է, որովհետև մենք այսօր առնչվում ենք եւ ամեն օր առնչվում ենք համահայկական գլոբալ հարցի հետ։ Դա կլինի Արցախում, Սյունիքում, Երևանում, ինչ էլ որ կատարվում է մեր հետ, ինչ որ կատարում է մեր գլխին, դա գլոբալ համահայկական հետաքրքրության հարց է եւ նրա, այսպես ասած, անվտանգության եւ նրա ապագայի հարցն է եւ ցանկացած հարց պետք է այդ պրիզմայով դիտվի։ Ես կարծում եմ մենք այս միտքը կարողացանք փոխանցենք։ Լավ էր, հանդիպումը շատ լավ էր, լավ երիտասարդներ են։ Տեսնենք ինչով կարող ենք ավելի օգտակար լինել նրանց։ Պարոն Եղնուկյան, դուք ինչ տեսակ երիտասարդների մեջ, պարոն Պետրոսյանը ասաց, որ լավ երիտասարդներ են, վճռականություն կար միջև վերջ գնալու, որովհետև պարզ է դառնում, որ մի հանրահավաքով կամ այս ձևաչափով տարբեր ուժերի անհատների հետ հանդիպելով հնարավոր չէ միանգամից բոլոր խնդիրների լուծումը ունենալ։ Գիտեք իրենց հայտարարությունը, որ փոխանցել էին կառավարությանը 12 կետերի մեջ, ճիշտ է շատերը ընկալում են որպես սոցիալական պահանջ, բայց այնքան է սոցիալական չէ։ Կա սոցիալական բաղադրիչը, բայց այն փաստը, որ կետերից մեկը Արցախ վերադառնալու հարցն է, դա արդեն քաղաքական պահանջ է եւ քաղաքական լուծում է պետք դրան, դա սոցիալականի հետ կապ չունի, հետեւաբար հենց ձեր հարցի պատասխանը, որ իրանք ինչպես են տրամադրված, եթե իրենք դրել են իրենց նպատակներից մեկը Արցախ վերադառնալ, դա ուրեմն կարճաժամկետի հարց չէ, դա ուրեմն պետք է պայքարեն մինչեւ հասնեն իրենց նպատակին։ Դա ինչքան կտևի, ինչ մեթոդներով, մեթոդները քաղաքական է, ռազմական է, սոցիալական է եւ այլն, բայց վերադարձը հենց դա գլխավոր բաներից մեկն է, որ ես իրենց մոտ դա տեսա եւ դա ոգեշնչում է կամ ոգևորում է, որ իրենք կարճաժամկետ չեն լինելու։ Հույսով եմ այդպես կլինի։ Իսկ ինչ վերաբերում է մոտեցումը եւ մեր իրենց ունեցած մտքերի փոխանակումը, մենք մեր փորձն ենք առաջարկել, աջակցել ենք իրենց, առաջարկել ենք մեր աջակցությունը լինի դա սոցիալական հարցով կամ քաղաքական կամ իր իրավունքների հարցով եւ մեր փորձից ելնելով մենք առաջարկել ենք, որ իրենց աջակցենք նաեւ իրենց համար օրինակ համար ապագայի ծրագրավորումը, թե քայլերը, ճանապարհային քարտեզ կասեք, թե տեսլական կասեք, հիմա հույսով ենք, որ իրանք դա տարածից կօգտվեն եւ կօգտվեն մեր ունեցած գիտելիքից եւ մեր աջակցությունից։ Տպավորությունը լավ։ Այո, դրական էր տպավորությունը։ Երիտասարդ են, կա իրանց մոտ այդ նպատակասլացությունը, որ հասնեն կետի, իսկ փորձառությունն էլ մերպես մարդիկ կօգնեն իրենց, որ այդ փորձառությունից օգտվեն։ Պարոն Չուքազյան, մենք արդեն Հայաստանում անցյալ տարի 2024 թվականի մայիսի 9-ին ունեցել ենք նախադեպ, հա, համաժողովրդական ընդվզման։
Մարտի 29-ին էլ պակաս թվով մարդիկ ներկա չէին այստեղ Ազատության հրապարակում, բայց հնդածս, այսինքն 2024 թվականին մենք տեսանք, որ այդ շարժումը մարեց, պատճառների մասին չենք խոսում։ Հիմա ժողովրդի մոտ կա ինչ որ չափ սպասում այս արցախցիների ակտիվացումից, դուք ինչ եք մտածում, հնարավոր է արցախցիների Ազատության հրապարակում ներկա լինելը բերի նրան, որ իրական համախմբում լինի եւ գիտակցումը, որ օրակարգայինը հենց Փաշինյանի հեռացումն է։ Հետո կխոսենք իհարկե այսօրվա տպավորությունների մասին ձեր, կամ եթե կցանկանաք սկսենք դրանից։ Ձեր համեմատությունը անցյալ տարվա իրավիճակի հետ եւ այն դասերը, որ պետք է քաղել անցյալ տարվանից այս տարվա արդեն կտրվածքով, ես կարծում եմ դա մտքի, սրտի եւ կամքի միասնության բացակայությունն էր անցյալ տարվա ընթացքում, այսինքն այնտեղ այս ամբողջությունը խախտվեց։ Այստեղ նույնպես, եթե մենք կարողանանք հասնել մտքի, սրտի եւ կամքի ամբողջացման, այդ դեպքում կարող ենք դաս առած լինել անցյալ տարվա մեր փորձից։ Ես ինչ նկատի ունեմ։ Իհարկե, այս սոցիալական պահանջներից ծնված շարժումը, արցախցիների սոցիալական արժանապատիվ կյանքի պահանջները, իրավունքները հարգելու շարժումը կարևոր է նրանով, որ եթե դա չապահովվեց, ապա այս մարդիկ թողելու են գնան Հայաստանից։ Ով է շահելու դրանից։ Հայ ժողովուրդը չի շահում դրանից։ Շահում են այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են, այսպես վերցրել են իրանց ձեռքը եւ պարտվողական կկուի քաղաքականությունը տարածում են ամբողջ ժողովրդի վրա եւ այդ առումով շատ կարեւոր է, որ այս շարժումը չունենա այդ կկվի հոգեբանությունը, այսինքն փոքր, երբ որ պահանջների շարժում դարձավ ինքը նորից այդ կկուի վիճակին է գալու։ Եվ իրեն հենց այդպես էլ ասում են, ասում են, եթե դու քո անձնագիրը փոխես, այդ ժամանակ մենք քեզ կտանք բնակարան։ Եթե ինչ անձնագիրը փոխելու մասին է խոսքը, այստեղ ճիշտ հակառակ գործընթացը պետք է լինի, որովհետև սոցիալական պահանջների աղբյուրը իրավունքների հենվում է քաղաքացի լինելու իրավունքների պահանջները, որովհետև հիմա ասենք ինչ-որ մի փախստական, որից է երկրից, որ եկել է Հայաստան, որպես մարդ իրավունքներ ունի, չէ՞, բայց այդ սոցիալական պահանջներ չի կարող պահանջի ինձ բնակարան տվեք, ինձ էս տվեք, բայց Հայաստանի քաղաքացի, այն էլ 100,000-ի չափ ավել քաղաքացիներ, որոնք Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ ունեն, ըստ օրենքի, այս փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, այնտեղ երկու տեսակի անձնագրերի մասին որևիցե նշում, որևիցե օրենքում չկա Հայաստանի։ Մի տեսակի միասնական փաստաթուղթ է, միասնական ստատուս է եւ այդ սոցիալական իրավունքները, եթե աղետի պատճառով բնական կամ սոցիալական կամ էլ բռնի տեղաշարժի պատճառով խախտվել են, ամբողջ մեր ժողովուրդը եւ պետությունը պարտականություններ ունի իր մի մասի նկատմամբ, քանի որ այս մարդիկ Հայաստանի քաղաքացիների անձնագիր ունեն։ Եթե այդ անձնագիրը իրենից վերցնում են, ասում են, որ դու պիտի 10 այդ անձնագիրը ուրիշ անձնագիր ստանաս, ստացվում է, որ Հայաստանը կայուն բնակչություն չունի։ Իսկ դա ուրեմն ըստ Մոնտեվիդեոյի համաձայնագրի, որը կա ինքնիշխանության եւ երկրների անկախությունը սահմանող, եթե որևիցե երկիր, թեկուզ չճանաչված, կայուն բնակչություն չունի, այսինքն միասնական չես կարողանում որոշել որտեղ է սահմանը քո բնակչության, դու ինքնիշխան երկիր չես։ Այսինքն ստացվում է, որ այս հարցը, սոցիալական հարցը, որը հենվում է այդ անձնագրերի վրա, դրանով ամբողջ Հայաստանի ինքնիշխանության հարցն է վտանգված դառնում եւ ամբողջ աշխարհը պետք է միջազգային իրավունքի տեսանկյունից ասի դուք ինչ բան եք, դուք վասալ երկիր եք Պաղամյուսորը, դուք որպես երկիր անկախ չեք, դու չեք կարող անկախություն, այն էլ այսօրվա աշխարհում, որ այսպես անկայունություն է։ Դրա համար սա ոչ թե արցախցիների հարցն է, սա ամբողջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարցն է, սրանով լուծվում։ Եթե մեր ժողովուրդը
օտարում է Իրանից իր քաղաքացիներին, վաղը մյուս օրը կասեն, այսինքն բանը 07 կոդի փոխարեն 04 կոդը, Սյունիքի կոդի քաղաքացիները պետք է պասպորտները փոխեն։ Հետո Երևանի քաղաքացիները պետք է փոխեն։ Ստացվում է, որ քանդվում է ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանում ապրող ժողովրդի այս միասնական պետություն ունենալու գաղափարը։ Այդպես է քանդվում երկիրը, դու հայտնվում ես լրիվ բանկրոտ վիճակում որպես պետություն եւ վերանում ես, լուծարվում է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք պիտի հասկանանք, որ սա լուծարման ճանապարհն է, արատավոր կործանարար ճանապարհը, որը եթե չի կանգնեցվի եւ եթե այսօր առաջի հարված գրած արցախցիները չհասկանան, որ սա արցախցիների շարժում չի, այլ սա հայկական հարցի այն մասն է, որ Արցախի հետ է կապված, արցախցիների ցեղասպանական գործողության հետ է կապված, ուրեմն հայ ժողովուրդը արժանի չի պետություն ունենալու, անկախություն ունենալու։ Այս գիտակցությունը պետք է լինի։ Պարոն Ջուքազյան, դուք առաջարկներով եկել էի, կարծում եմ հիմա կարելի է ներկայացնեք, թե դա փակ է, հասկանանք ինչ խոսեցի, կարևոր բաների մասին խոսեցի, ես որովհետև սրանք իրավական հիմքերն են սոցիալական պահանջների, աղբյուրները, որի վրա հենվում է սոցիալական իրավունքը։ Սոցիալական իրավունքը օդի վրա չի հենվում, հենվում է քաղաքացիության իրավունքների վրա։ Եթե հենվում է մարդու իրավունքների մասով, այդ դեպքում ոչ ոք պարտական չի ինչ որ լրացուցիչ պետություններ, թե չէ վաղը մյուս օրը, ասենք հնդիկները կարան ասեն մեր համար տուն սարքեք։ Ինչպես իհարկե, եթե Լիբանանից մեր եղբայրները գալիս են, մենք էլի պարտականություններ ունենք, բայց սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, լրիվ ուրիշ իրավունքներով։ Իրանք ունեն այդ փաստաթուղթը, բայց այդ փաստաթուղթը հակասահմանադրական ձևով իրենց պարտադրվում է, որ իրանք թրի տակով անցնեն ու ասեն, որ իրանք միջև հիմա եղել են Ադրբեջանի բնակիչ։ Այն ինչ որ պահանջում է Ալիևը։ Եվ որ դեպի գրվի, որ մարդը, որը ծնվել է ենթադրենք Ստեփանակերտում 93 թվականին, դա Ադրբեջանի բնակիչ է եղել։ Եվ ինքը պետք է, երբ որ վերցնում է այդ փաստաթուղթը, ինքը ընդունում է, որ ինքը Ադրբեջանի քաղաքացիությունից դարձավ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենալով Հայաստանի փաստաթուղթ եւ որով ինքը ծառայել է Հայաստանի զինված ուժերում Հայաստանում, քշել է Ստեփանակերտում գրանցված մեքենա, որը ունեցել է Հայաստանի համարանիշներ, հանցել է սահմանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու բանով, անձնագրով, եւ այդ բոլորը ֆիկցիա է եղել։ Մենք բոլորին ամբողջ աշխարհին խաբել ենք, որ մենք անկախ երկիր ենք, որ կայուն բնակչություն ունենք, մենք հասկանում ենք պետությունը ինչ է, անկախությունը ինչ է։ Եթե այս գիտակցության չգանք, այդ աղճատված պատկերացումները, որոնք 30 տարի շարունակ կերակրել են մեր ժողովրդին, որը ծնել է կկուի հոգեբանությամբ ահռելի մի հատ ամբողջ, որը ասում է մենակ թե տանք, որ ազատվենք այդ բանից, աղվեսից։ Այդ դրանից ազատում չկա, դա արատավոր կործանարար բանն է, շրջանը, որից դուրս գալ միայն կարող ես կտրելով այդ շրջանը։ Իսկ հակառակ կողմեր արցախցի ընկերների կողմից ձեր առաջարկների, այսինքն Բևեռի արված առաջարկների նկատմամբ ընդունում էին կամ տեսնում էին, որ դա հնարավոր է իրականացնել, այստեղ Բևեռի խորհրդի մյուս անդամներ ասացին նաև, որ տարբեր հարցերով Բևեռը կարող է աջակցել արցախցիներին, իրատեսական էր հենց իրենց համար Բևեռի աջակցությունը։ Ես կարծում եմ իրենց մտածելու առիթ է տալիս այս բոլորը, որովհետև եթե 30 տարի առաջ, երբ որ մենք էինք երիտասարդներ, մեր նման ավագներ լինեին, որոնք գային մեզ զգուշացնեին, որ այդ ճանապարհով չի կարելի գնալ, որտեղ փակուղի է, այդ ժամանակ մենք ուրիշ ձևի կլինեինք։ Բարեբախտաբար մենք որպես ավագներ հիմա կանք, որպես մեր երիտասարդներին խորհուրդներ տալու, որ ինչ ձևով չպետք է շարունակել ճանապարհը, այդ արատավոր։ Բևեռը այն քաղաքական շարժումն է, որը միշտ այս 30 եւ ավել տարիների ընթացքում միշտ ասել է եւ շարունակում է ասել, որ Արցախը դա Հայաստանի մարզ է։ Այլ շարժումներ, կուսակցություններ ինքնորոշման մասին են խոսում։ Հիմա խորհուրդը, արցախցիների աջակցության խորհուրդը ինչ է կարծում, գոնե կամ խոսակցություն եղավ դրա մասին։ Իրենք եղավ եւ պետք չի հիմա դրա մասին խոսել, որովհետեւ այստեղ հիմա կա մի խնդիր։ Եթե արցախցիները պահանջում են իրենց իրավունքները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենց անձնագրերով, հա,
այդ դեպքում այդ հարցը ինքնաբերաբար օրակարգի մեջ է։ Եթե իրենք ընդունելու են այդ անձնագրերը եւ հրաժարվելու են իրենց նախորդ կարգավիճակից Հայաստանի քաղաքացի, նշանակի իրանք պետք է ընդունեն, որ իրանք Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Հասկանում եք, այստեղ շատ ավելի պարզ լուծում կա։ Պետք չի այդ բարդ լուծումը առաջարկել, եթե կա կարճ լուծում։ Մարդը ընդունում է, որ ինքը Հայաստանի քաղաքացի է եղել եւ կա։ Իրան կրկնակի քաղաքացիությունները պետք չեն եւ դրանով ինքը օգնում է Հայաստանի քաղաքացիներին, որոնք սկսում են հասկանալ, որ իրենց ինքնիշխանությունը դրանով ամրապնդվում է, որտեղ ինքնիշխանությունը կայուն բնակչություն է ենթարկում։ Երկու տեսակի, 3 տեսակի անձնագրեր չի կարող պետությունը ունենալ։ Այսքան բան։ Պարոն Ջուկազյան, հիմա այս ընթացքում տարբեր քաղաքական ուժեր են նաև այստեղ Արցախի աջակցության այդ խորհրդի անդամների հետ հանդիպում։ Դուք ինչ եք մտածում, կա ընդհանուր գաղափարական համախմբման այդ կոնսենսուս կա, դուք ինչ զգացիք տղաների հետ խոսելուց, որ Դեռ վաղ է դրա մասին խոսել, որովհետև նախ մենք միայն տղաների հետ ենք խոսել եւ մեր գաղափարները այս ձևով ենք ձևակերպել։ Իսկ հետագայում էլի հանդիպումներ կլինի։ Հուսամ։ Ձեր տպավորությունը դրական էր առաջի հանդիպան։ Այո, ես կարծում եմ, որ կա ընդհանուր գիտակցություն, որ Արցախի հարցը դա հայկական հարցի մի մասն է եւ այն ցեղասպանական գործողությունը, որ եղավ Արցախի բնակչության նկատմամբ, դա հայկական այդ մեզ 100 տարի առաջ սկսված process-ի փուլն է, եւ եթե մենք դա այդ մեծ խնդիրը տեսնում ենք եւ բոլորը տեսնում են, այդ միավորում է ստեղծում։ Եթե մենք մաս-մաս ենք սկսելու հարցերը լուծել, հարցը լուծում չի ունենա։ Եվ վերջին հարցը, ինչ է այս պահին մեր ողջ հասարակությանը ամենաանհրաժեշտը, առաջին տեղում որն է, որպեսզի քաղաքական եւ արցախցիների եւ սոցիալական ընդհանրապես սա բերի նրան, որ մենք գիտակցենք այն ճգնաժամը, որի մեջ մենք ազգով ենք, ինչը առաջին հերթին անհրաժեշտ։ Պետք է առաջին հերթին ունենալ սիրտ, որը քաջություն ունենա եւ ունենա արժանապատվություն։ Այսինքն, եթե դու ունես արժանապատվություն, քաջություն կունենաս։ Եթե սիրտ ունես, ապա դու կգտնես այն ինտելեկտուալ անսպասելի լուծումները, որոնց թշնամին չի կարող անգամ երևակայել։ Այսօր մեզ պետք է այդ սրտի բացությունը, սրտին հավատը եւ քաջությունը։ Այսպես կասեմ։